Աստծու բարին բոլորիս, բոլորին ամբողջ աշխարհին, խաղաղություն բոլորիս։ Վերջերս իմ նախկին ուսանող, բայց այսօր համագործակցող, օգնող, լրացնող Հոսիկ Կիլիկյանը ինձ երկու վիդեոներ ուղարկեց, տեսանյութ են ասում։ Եվ ես մեծ ակնկալիքներով, մեծ հույսերով նայեցի, որպես հայ երկու մեծ ինտելիգենտներին խոսակցությունը եւ պարզապես ափսոսեցի, որ ժամանակս կորցրեցի։ Չեմ ուզում որևէ մեկին վիրավորած լինել։ Եթե իրանք կվիրավորվեն, դա իրանց խնդիրն է։ Բայց գիտեք ինչ ստացվեց։ Երբ որ մենք երաժշտություն ենք լսում, երբ որ խոսք ենք լսում, մենք պետք է իրար հասունացնենք։ Ոչ թե բամբասենք իրարից, ոչ թե համեմատվենք, հետո վիճենք, հետո մրցենք, հետո իրար հաղթելու մասին մտածենք։ Այս խայտարակությունը գալիս է արդեն քանի տարի ազգային ժողովի պատգամավորների կողմից։ Դաստիարակում են ամբողջ ժողովուրդը, սովորացնում են հայհոյել, սովորացնում են նրանց հայհոյանքի միջոցով հաղորդակցվել, վիրավորանքի միջոցով, լարվածություն գցեն, որ աշխարհի բոլոր հայերը լարված վիճակում փորձեն մտածել։ Լարված մարդը չի կարողանում մտածել։ Լարված մարդը զգացմունքներով բերանը ինչ գալիս է դուրս է գցում։ Եվ փաստորեն երկու զրույցներ նայելուց հետո 2 ժամից ավել ես միայն լարվածություն զգացի։ Ուզում էի սովորեմ այդ զարգացած ինտելեկտուալ մարդկանցից մի բան սովորեմ։ Ոչ մի բան չգտա սովորելու։ Միայն վեճ, միայն համեմատվել, միայն մրցել, այստեղ գիտեք ինչն է վտանգավոր։ Որ շատ մարդիկ, շատ դիտորդներ YouTube-յան, հեռուստաալիքի սպասելիքներ ունեն այդ տեսակ մարդկանցից։ Ոնց են մտածում, ոնց են խոսում, ոնց են իրար հարգելով գոմե հարց ու պատասխանի ժամանակ լռում, լռել չգիտեն։ Ես քանի ժամեր նվիրել եմ ճիշտ լռելու մասին, որովհետև բերանը փակել չի նշանակում լռել։ Չխոսալ չի նշանակում լռել։ Մտքերի աղմուկը ավելի սարսափելի է։ Զգացմունքների աղմուկը ավելի սարսափելի է։ Ուրեմն շոշափվեց տգիտություն բառը եւ ասվեց, թե տգիտությունը վատ բառ չի։ Բայց տգիտությունն է կործանում մեր մոլորակը, մեր բոլորիս հոգևոր արժեքները։ Տգիտություն նշանակում է մարդը չգիտի եւ չի ուզում իմանալ։ Իսկ չիմանալը տգիտություն չի։ Մարդը չի կարող ամեն ինչ իմանալ։ Սոկրատը ասում է, ես մի բան հաստատ գիտեմ, որ ոչ մի բան չգիտեմ։ Մի տեսեք համեստությանը։ Իսկ մենք իրար ուղղակի տգետ ենք անվանում, առանց հասկանալու ինչ բան է տգիտությունը։ Եթե մեծագույն յոգը, եթե զարգացած ինտելեկտուալ մարդը, ագնի յոգան ուսումնասիրող մարդը, եթե չեն կարողանում բացատրեն, թե ինչ բան է տգիտություն, եւ ինչ բան է հեռուստաալիքով վատ բան խոսելուս, այդքան անգամ դիտորդների չափով նրանք կարմա են ստեղծում բացասական։ Եվ դիտորդների մեջ, եւ իրենց մեջ կարման խորացնում են, որովհետև այդտեղ կա դաժանություն, այդտեղ կա այո տգիտություն, եթե այս հասարակ բանը չեն հասկանում, որ ուրիշ է, երբ որ դու քո մեջ ես դժգոհում, ուրիշ է, երբ որ 1-2 հոգու հետ ես դժգոհում, ուրիշ է, որ հեռուստաալիքներով, հեռուստակայաններից,
որ հազարավոր մարդիկ լսում են, այդ խոսքը լսելու կարմայի տակ են ընկնում։ Բացասական էներգիան Հայաստանի շուրջը եւ բոլոր հայերի մեջ ամբողջովին քայքայիչ ազդեցություն է թողնում։ Առանց այդ էլ մենք տեսնում ենք ազգային ժողովի նիստերի ժամանակ ոնց են իրար հայհոյում, հարձակվում, խփում, ինչ ասես անում են, որ աշխարհի ոչ մի պարլամենտում, ոչ մի այս տեսակ համաժողովների ժամանակ, ժողովների ժամանակ, նիստերի ժամանակ նման բան չի ելնում։ Մի երկու անգամ Ռուսաստանում եղավ ու վերջ, բայց աշխարհում տես բան չկա։ Մենք առաջինն ենք ամեն վատ բանում, առաջինն ենք եղել ամեն լավ բանում։ Եղել։ Երևի հասկացանք տգիտությունը ինչ բան է։ Որ իրավունք չունենք ասենք, դե ասել եմ տգետ ես, հիմա տգետը վատ խոսք չի։ Ու անցնում են մյուս զրույցներին։ Ինչ է նշանակում տգետը վատ բան չի։ Բա որ վատ բան չի, որ քեզ ասեն, դու ոնց ինչ ռեակցիա կտաս։ Ոչ թե առանձին, այլ ամբողջ հայության լսելի ձևով։ Ուրեմն մարդը, որ իր սխալը չի ընդունում, համեստություն չունի, ուզում է ցույց տա, որ ինքը ավելի է բարձր է, ավելի իրավունքներ ունի։ Սա նշանակում է ընդհանրապես յոգայի մասին իրավունք չունեն խոսալու։ Որովհետև յոգան ասում է единение в духе, единение, միասնություն։ Յոգա նշանակում է միասնություն, բարձրագույն ուժերի հետ, ոչ թե ցածրագույն ուժերի հետ։ Յոգան ճանապարհ է, յոգան մեթոդ է, յոգան կատարելագործման ճանապարհ է։ Չգիտեն ագնի յոգան անգիրանելու համար է, Աստվածաշունչը անգիրանելու համար է, թե կյանքում կիրառելու համար է։ Էլ ինչ յոգա։ Յոգայի մասին դեռ Հիսուսն է խոսել։ Ագնի յոգայի մասին։ Ասել է Հովանես, քո շրջանն է, մկրտիր ջրով, ինձնից հետո Սուրբ Հոգով եւ կրակով։ Այդ կրակը խորովածի կրակը չի։ Այդ կրակը ներքին կրակն է։ Ներքին կրակը դա ագնի յոգան է։ Ռուսները կասեն ագնին գրվում է օյով, ագանկի, ագնի եւ այլն։ Այո, բայց դա ֆիզիկական պլանի կրակի մասին է խոսքը, իսկ եթե ներքին կրակի մասին է խոսքը, սիրո կրակի, զոհաբերության կրակի, ներողամտության կրակի, ճիշտ ընտրության կրակի, որ միշտ մենք ընտրում ենք հեշտը, Հիսուսն էլ ասում է, նեղ դռներով անցեք, ջանքով վերցրեք։ Հիսուսը այդ կրակը ի նկատի ուներ, ագնին ի նկատի ուներ։ Բայց որ ամեն ինչ փոխեցին, վերամանավորումը հանեցին, սկսեցին ամբողջ քրիստոնյա աշխարհը ասեն, մի կյանք ունեմ, ես ոնց ուզում եմ, նենց էլ պետք է ապրեմ։ Ես եմ ճիշտը։ Այդ ամենան, որ իրանց մեջ նստում է, անձապաշտությունը, հպարտությունը, Հիսուսն ասում է, ով առաջինը կլինի երկրի վրա, նա վերջինը կլինի երկնքում։ Մենք կարողանում ենք այս բաները հասկանանք։ Եթե ասես Հիսուսը ագնի յոգայի մասին, ակնարկել է, որովհետև ամեն մարդ չէր հասկանա այդ ինչ բան է։ Բայց կարճ ասել է, Սուրբ Հոգով եւ կրակով։ Եթե ագնի յոգը սա չհասկանա, որ ուսմունքների մեջ տարբերություն չկա, ագնի յոգան է, ավետարանն է, եթե մեջից չհանեին կարևոր ավետարանները, օրինակ խաղաղության ավետարանը, որ Հովանես Առաքյալն էր գրել, բայց Հիսուսի խաղաղության ավետարանը,
Ուրեմն վեճը գնաց նաև Շամբալայի մասին։ Նույն Ագնի յոգայում գրվում է. «Դալնի միրի не измеряются». Եթե մի բան մեզանից շատ հեռու է, համբերեք, հասունացեք, ձեզ կտրվի, թե որտեղ է, այդ ինչ բան է եւ այլը։ Երբ որ մենք շտապում ենք, մի 1000 հատ գիրք ենք կարդում ու որը որ պետք է ենել անգիրարած սկսում ենք խոսալ, եթե մեկը մեր չափ չի հասկանում, սկսում ենք տգետ անվանել, կամ վիրավորել, կամ ասել մենակ ես կարող եմ փրկել մեր ազգը։ Ուրիշ մարդ չի կարա փրկի։ Մենակ ես գիտեմ լավ, Նժդեհին էլ գիտեմ, մեր մեծագույն մտածողներին էլ գիտեմ, Թումանյանին էլ գիտեմ, Ագնի յոգան էլ անգիր գիտեմ, ամեն ինչն էլ գիտեմ, բայց հերոստա էկրանի առաջ պահել չգիտեն իրանց։ Ես կհարգեմ այն, որ մարդը կյանքը նվիրել է այդ գիտելիքը ձեռք բերելուն։ Բայց չեմ հարգի այն բանը, որ դեռ ինքը իրան կառավարել չգիտի ու ասում է ոչ մեկը չի գալի ինձ միանում։ 35 տարի է ոչ մեկը չի գալիս։ Էս ինչ տեսակ ժողովուրդ են, էս ինչ տեսակ մարդիկ են։ Չի հասկանում, որ մատուցման մակարդակը ճիշտ չի։ Բացատրության եւ հաղորդակցվելու ձևը մակարդակը ճիշտ չի։ Անընդհատ դատելով, մեղադրելով, բոլորի սայթակումը սխալ դարձնելով, սխալը հանցանք դարձնելով, հանցանքը մեղք դարձնելով, չես կարող մարդկանց հավաքել շուրջդ։ Ագնի յոգայում ասում է, «Не зазывайте», կոչեր մի արեք, մի կանչեք, ով որ պատրաստ է նա կգա, բայց դու քեզ բարձրացրու, որ սրտիդ մագնիսը մյուսներին ձգի, նմանը նմանին է ձգում։ Հավատացեք, դատելու համար չեմ ասում, մեղադրելու, ցավով եմ ասում, որ ինչ որ տեսա, ազդվեցի։ 2 ժամ ես լարված նստած էի ու խելացի խոսք էի սպասում, չկար։ Մեկը մյուսին մեղադրում է, այն մյուսը արդարանում է, այն մյուսը նրան վիրավորում է եւ բոլոր հայերը նայում ենք ու տարբերություն չենք տեսնում ազգային ժողովի падգամավորների, որոնք պարտականություն ունեն ազգը լուսավորելու, ոչ թե միայն դրամ հավաքելու, տնտեսապես զարգացնելու երկիրը։ Հիսուսի եւ նրա աշակերտների, Բուդդայի եւ նրա աշակերտների, Փյութագորոսից սկսենք, Լաոցի, Կոնֆուցիոսից սկսենք, ինչ տնտեսական զարգացում ունեին այդ մարդիկ, ինչ քաղաքականություն էին վարում այդ մարդիկ։ Երկնքի արքայությունը ձեր մեջ փնտրեք, ամեն տեղ գրված է։ Նեղ դռներով անցեք, ջանքով վերցրեք երկնքի արքայությունը, ամեն տեղ գրված է։ Մենք ուզում ենք իրար վիրավորելով, իրար հետ մրցելով, համեմատվելով, այսքան ժամանակ, եթե Ագնի յոգա անգիր են անում ու չեն հասկանում, որ ցանկացած համեմատություն տանում է դեպի մրցման։ Ցանկացած մրցում տանում է դեպի իրար հաղթելու ցանկություն։ Իսկ իրար ինչպես են հաղթում։ Մեկին ընկճում են, որ նրա վրայից անցնեն։ Կոպիտ բառերով այդ հիմնական միտքը կարելի է այսպես անվանել։ Ինչ է նշանակում հաղթել, ում ես հաղթում։ Քեզ դեռ չես հաղթել, դեռ խոսալ չգիտես։ Մի ժամվա կես ժամը եթե մարդու ներսը հարուստ չի, իհարկե նա կանի։ Մտքերը չի կարողանում շարադել։ Ինչի պետք է ես նստեմ, ուզենամ մի բան սովորեմ եւ անընդհատ ազգային ժողովի падգամավորներն են այդպես անում։ Իրարից սովորել են։ Մի բանը 10 անգամ ասում են, որ իբրև թե տեղ հասցնեն։ Չեն հասկանում, որ իրանց համար են ասում, որ իրանք տեղ հասնեն։ Շամբալայի մասին ասում են, որ երբ որ
մարդը հասունանում է, իր թրթրանքով արժանանում է, որ անմիջական կապ ստեղծի բարձրագույն ուժերի հետ, բայց մինչև այդ իր բարձրագույն եսին կարողանա կապնվի, որ ոչ մի բան իր զգացմունքներով չանի, ոչ մի բան չասի իր զգացմունքներով, այլ բարձր ընդարձակ գիտակցությամբ առաջնորդվի միշտ։ Ժամանակից շուտ, երբ որ մարդը տեղեկություններ է հավաքում, որպեսզի տեսնեն, որ ինչքան շատ բան գիտի, նա բացի մեծամտությունից, հպարտությունից, ուրիշ բան ձեռք չի բերում։ Իհարկե դրա տակ կա նախանձություն, խանդ, որ ես եմ, Են մյուսներդ ոչինչ եք։ Չեք գալիս ինձ հետ միանաք, որ իմ կարծիքով ապրեք, որ իմ չէ, իմ կարծիքով չեմ ասում, Թումանյանի, Նժդեհի, Ագնի յոգայի կարծիքով եմ ասում։ Այո, բայց մատուցման ձևի մասին չեք մտածում։ Ամենալավ համով ճաշն է, որ բերեն տնեն ձեր դիմաց, բայց վիրավորական դեմքի արտահայտությունով, շարժու ձևով, սենց մի տեսակ ճաշը գցելով, գուցե ինչ-որ տեղ թափելով այդ մարդու վրա, սեղանի վրա, այդ ճաշը չի ուտվի։ Ավելի վտանգավոր է հոգևոր գրականությունը, երբ որ այդ ձևով են մատուցում, կոպիտ, ինքնագովեությամբ, 35 տարի է ես ես գործով զբաղվում եմ, ուզում եմ 3 հոգի գտնեմ, ոչ մեկը չի գալիս միանում։ Դե պատճառը նայի քո մեջ, ոնց ես խոսում։ Ոնց ես ուրիշների գիտելիքը ջնջում ու անպայման քո ուզած ձևով պետք է խոսեն։ Չի կարելի ամբողջ մի ժամ խլել մարդկանց եւ միայն բանաստեղծություններ ասել ու համարել, որ շատ բարձր ես։ Բանաստեղծություններ ասում էինք 4-րդ, 5-րդ դասարանում էլ, անգիրարած, բայց կյանքում չենք կիրառում։ Որտեղ ագնի յոգ չէինք, որտեղ մեծ յոգայի ման չէինք։ Ինչ օրինակ ենք տալիս մենք մեր երիտասարդներին։ Վարքի, թե տեղեկությունները շատ տալիս ենք, որ ասենք, տեսնում եք ինչքան շատ բան գիտենք։ Բա համեստության օրինակ ով պետք է տա, համբերության օրինակ ով պետք է տա, փոխադարձ հարգանքով եւ հաղորդակցվելը, եւ ամբողջ կյանքը կազմակերպելը, բա ով պետք է այդ օրինակը տա։ Յոգայի մասին խոսում ենք, բայց գաղափար չունենք այդ ինչ բան է յոգան։ Հիմա ես խնդրում եմ մի 3 ընդամենը, իհարկե հարյուրավոր նման նկարներ կան, որ կենթանի վերցրած է, կյանքից է վերցրած, ոչ թե ինչ-որ մեկը որոշել է նկարի, ինչ-որ իր երևակայությունը։ Հիմա խնդրում եմ այդ նկարները նայենք, որ իմանանք։ Ուշադիր նայեք, յոգը ինքը չի մտածում, որ ինքը յոգա։ Նա արդեն անտենա է և մագնիս է, աստվածային էներգիաների։ Նա արդեն անոթ է։ Նիկոլայ Կոնստանտինոյի ջրերիխը պատահական չի նկարել այս նկարը։ Յոգը ոչ մրսում է, ոչ շոքում է, ոչ բողոքում է, վայ ցուրտ է, ոչ էլ բողոքում է, վայ շոք է, վայ այսօր ճաշը ուշացրեցին։ Յոգը անոթ է աստվածային էներգիաների։ Խնդրեմ, են մի յոգին տեսակ, որ ձյուների վրա նստած կողքերը հալվել էին ձյուները։ Եվ լեռան գագաթին նստած է։ Այս մեկը նայեք, այս մյուսը։ Հիմա կարող ենք այս յոգային մոտենալ ասել, ախպեր ջան, դու որ ազգից ես, դու այդ որ յոգան ես պարապում։ Աշակերտներ ունես, դուն ես մեծ յոգ, թե են մյուսը, պատկերացնում եք ինչ խայտարակ, այդ տգիտությունը սա է։ Իսկ լուր մարդը, որ մտածել է սովորում, ոչ թե խոսալ,
Խոսալ բոլորս ենք սովորում։ Մի տարեկանից խոսում ենք, մինչև 90 տարեկան չենք կարողանում լռենք, լսենք։ Շաոլինի մեծ վարպետները, որոնք ոչ թե կռվել էին սովորում, այլ իրենց մարմինը կատարելագործում էին զուգահեռաբար զգացմունքներին եւ մտքերին։ Նրանք էլ չեն։ Շատախոսությունը մեղք էր համարում։ Որովհետև չես թողնում ուրիշը մտածի, անդադ դու ես խոսում, այն էլ այդ ամեն խոսքը վիրավորական, որ բոլորը տեսնեն, որ դու այնքան ուժեղ ես, որ իրավունք ունես վիրավորելու։ Տգիտությունը սա է, ոչ թե չիմանալը։ Չիմանալը ներելի է, մարդը չի իմանում մարդը, բայց երբ որ չի ուզում իմանա, չի ուզում կատարելագործվի, չի ուզում իր սխալները ուղղի, այդ տգիտությունը դա է։ Հիմա վեճի մասին Նիկոլայ Կոնստանտինովիչ Ռերիխը մի մեծ սիմպոզիումի ժամանակ, որ ուզում էին ստեղծեն մի կազմակերպություն, մի ընկերություն, որ բոլոր միջազգային կարգի ուժ ունենա, որ պահպանեն համաշխարհային մշակույթը, անկախ նրանից պատերազմներ կլինեն, ինչ կլինեն, բայց մշակույթը չավերեն, որովհետև հազարամյակներ առաջ ամեն տարածք, որտեղ կարող է տարբեր ազգեր են ապրեն, կարող է մի ազգ ապրել այդտեղ, այդ մշակույթները իրավունք չունեն ոչնչացնելու։ Այս տեսակ մի համաժողով էր ստեղծված։ Այսինքն միջազգային գեղեցիկի մշակույթի պաշտպանություն։ Пакт о сохранении, о защите красоты и сокровищ всех народов։ Եվ այդ ժամանակ, երբ որ ելույթ են ունենում, Նիկոլայ Կոնստանտինովիչ Ռերիխից հետո մեկը կանգնում է եւ ասում է, որ հակառակ բան է ասում կամ թերահավատորեն է մոտենում, մարդիկ վրդովում են, ովքեր գեղեցիկը պաշտպանելու կողմնակիցներ են, հետո խոսք են տալի Նիկոլայ Կոնստանտինովիչ Ռերիխին, ոչ մի բան չի ասում վիրավորական։ Կանգնում է, ասում է, он прав на своем уровне։ Այս սրանք են մեծագույն յոգերը։ Ոչ թե նրանք, որ ստեղից ընդեղից բաներ են կարդացել, ստեղից ընդեղից բաներ են լսել ու վիրավորական տոնով հերոստա ալիքով բոլորին ցույց են տալի իրենց մեծությունը, իրենց հզորությունը։ Սա ոնց կարելի է յոգայի հետ խառնել։ Խնդրեմ Նիկոլայ Ռերիխի պատասխանը։ Он прав на своем уровне։ Այսինքն իմ մակարդակից չի այդ մարդը, որ կարողանա ճիշտ ու սխալ անի։ Իր մակարդակով ինքը գտնում է, որ այդպես է։ Ու վերջ։ Մյուս պատասխանը մեծագույն հոգևոր ուսուցչի։ Աշակերտների հետ նույնտեղ նստած են լինում, դեպի լեռներն էին բարձրանալուց լինում, ինչ որ տաճար պիտի գնային, չեմ ուզում անվանական շատ ասեմ, որովհետև ամեն մարդ ինչ որ մի անուն է պաշտում ու այդ անունի համար պատրաստ է վիճի, կռվի, ամեն ինչ բամբասի, չեն հասկանում, որ այդ բոլոր անունները անուններ են, բայց նրանք տարբեր անուններով մարմնավորվել են մոլորակի վրա, որ մեզ օգնեն։ Նստած հաց էին ուտում, մեկ էլ գալիս են մի քանիսը, ճանաչում են, ասում են, հա դու ինչ ես անում, որ նստած լռում եք, ոչ մի բան չեք անում, ոչ մի բանով չեք զբաղվում, ինչ խելք ունեք, բան եւ այլն, սկսում են վիրավորել։ Ոչ մի ձայն չի հանում։ Չի ասում, պատիվս կգնի, ես մի հատ էլ ես ասեմ, տգետ ասեմ, մի հատ էլ մայր հայոյեմ, որ իմանան ես ինչ մեծություն եմ, բան չի պատասխան, ոչ մի բան։
Երբ որ նրանք գնում են, հոգնում են իրանց վիրավորանքներից, աշակերտները վրդոված հարցնում են, ասում են, ինչու մի բան չասեցիք, ուսուցիչ, ինչու մենք չթողեցիր մի բան ասենք, ասում են, լսեք, ձեզ որ մի բան են նվիրում, որի կարիքը դուք չունեք, եթե դուք հրաժարվում եք, չեք վերցնում, լուր հրաժարվում եք, ում է մնում այդ նվերը, ասում են, ով որ տալիս է նվերը, նրան է մնում, բա էլի ինչ եք ուզում, սա մեծ ուսուցիչներն են պատասխանում այսպես, իսկ փոքր մեծամիտները, որոնք դեռ գաղափար չունեն, տողատակերը ինչպես պետք է հասկանան, միայն գիտակցությունը ընդարձակելով, ոչ թե շատ կարդալով, շատ լսելով։ Մի քիչ առաջ ասեցի, որ Ագնի յոգան այնքան ճիշտ ու հետաքրքիր բաներ է ասում, բայց անել է պետք։ Ասում է, եթե մի վատ բան եք լսում, մի վատ բան եք տեսնում, 10 անգամ փոքրացրեք ձեր մեջ, եթե մի լավ բան եք տեսնում, բարի, լուսավոր միտք եք լսում, 10 անգամ մեծացրեք։ Մենք կյանքում դրանով ենք զբաղված, թե հակառակ բան։ Խանգարում է մեր հպարտությունը, մեր էգոն խանգարում է։ Ես ուզում եմ, որ իմ այսօրվա զրույցով դուք մտածեք, որ ոչ թե ես ուզում եմ մեկին արդարացնեմ, մյուսին վիրավորեմ, այլ ես երևույթի մասին եմ խոսում։ Ինձ ինչ թե ով ում վիրավորեց, որ անունը ումից բարձրացավ, իջավ, ինձ վերաբերվում է այն, որ ամբողջ ժողովուրդը մեր աշխարհի մոլորակի վրա ցրված բոլորը նայում են, թե ինչպես են ազգային ժողովի նիստերի ժամանակ մարդիկ հայհոյում ու իրար մեղադրում եւ այդ թրթրանքը մտնում է բոլոր հայերի մեջ, որ չկարողանան առանց հայհոյելու իրար հետ խոսան, առանց վիրավորելու իրար հետ խոսան, ընտանիքի մեջ, աշխատատեղերում, ամեն տեղ, նույնիսկ հեռուստաալիքի առաջ նստած, չեն հասկանում, որ լսելու կուլտուրա գոյություն ունի, բայց չես կարող լսել, մինչև չկարողանաս ներսդ լռել։ Ես միշտ այդ շղթայի մասին եմ խոսում։ Լռել, հետո լուր լսել, հետո նոր հասկանալ, հասկանալ, հետո նոր մտածել, ստուգել, հետո նոր խոսալ։ Մենք հակառակն ենք անում։ Խոսում ենք զգացմունքներով, իրար ապտակելով, հետո նոր մտածում ենք ճիշտ էր, թե ճիշտ չէր, ով էր ճիշտ, ով չէր սա։ Ամենակարևորն այն է, որ հիշենք, որ ասում է դальние миры не измеряются, մեծ ուսուցիչներին էլ իրավունք չունենք համեմատելու, որտեղ մենք չգիտենք, թե որ ուսուցիչը, որ իմաստունի մեր թվականությունից առաջ էլ մարմնի մեջ է մարմնավորվել եւ օգնել է նրան, օգնել է, որովհետեւ միշտ այդ օգնությունը կա։ Քրիստոնյաները կարող է ասեն, ես ինչեր է խոսում, ես էլ կասեմ, խոսում եմ այն, որ երեք մոգերը ովքեր էին, որտեղից իմացան աստղագիտությունը, որ այդ աստղի վրա եկան, որ այնտեղ իմացան, որ Հիսուսը պետք է ծնվի։ Այդ որտեղից իմացան, ովքեր էին դրանք։ Նրանց մեջ տգետ մարդ կար, կամ մարդ կար, որ մեկին տգետ ասեր, կամ ասեր դու բան չես հասկանում, ես սենց մեծ յոգ եմ, ինձ պիտի լսես։ Այդ պետք է մտածել, պետք է տողատակերը հասկանալ, Ագնի յոգայի, Այուրվեդայի, Մախաբհարատայի, Բհագավադ Գիտայի, Թեոսոֆիայի, հետս վիճում են չգիտեն էլ Թեոսոֆիան այդ ինչ բառ է։ Չգիտեն, որ Թեո Աստվածն է, Սոֆիան ուսմունքն է,
Ֆիլոսոֆիա, սիրո ուսմունքն է, փիլիսոփայությունը։ Բայց ես փոքր ժամանակվանից հիշում եմ, հենց որ մեկը մի խելացի բան էր ասում, էլ մի փիլիսոփայի լավ։ Այս վիրավորանքը ճնշումը մարդկանց մեջ փոքրից նստում է ու չեն կարողանում ազատվել արդեն մեծ հասակում։ Կյանքի փորձը ձեռք չեն բերել, սովորություններով ապրել են։ Սովորություններով ապրողը կյանքի փորձ է ստանում, կուտակում։ Մախավատար Բաբաջին ասում է. հեղաշրջումը, հեղափոխությունը կատարեք ձեր գիտակցության մեջ։ Ոչ թե մարդկանց հավաքեք ձեր շուրջը ու ասեք ես եմ ճիշտը։ Լա տեսեք, այսքան մարդ է հավաքվել իմ կողմում։ Հիսուսին էլ խաչելուս շատ մարդ էր հավաքվել, բայց ոչ մեկը չպաշտպանեց։ Թվով չի ճշմարտությունը շարունակվում, էվոլյուցիան շարունակվում, որակով և մակարդակով է շարունակվում։ Հիսուսն ասում է ամեն խոսքիդ համար պատասխան պիտի տաս։ Մենք ինչ ուզում իրար ասում ենք։ Նորից եմ հիշեցնում, հեռուստակայանում նստած 11 միլիոն հայերին լսացնել են տալու, որ ես եմ լավը, ես եմ ամենան։ Բայց եթե դուք կիրթ մարդ եք, յոգա եք, չգիտեմ էլի ինչեր եք, բայց այս խոսքերը չեք կարողանում հիշել։ Ինչի համար ասում, ամեն խոսքիդ համար պատասխան պիտի տաս։ Ոնց կարող են այդ մարդիկ դուրս գալ այդ բազմահազար ունկնդիրների կարմայի տակից, որ նրանց մեջ են սերմանում իրենց տգիտությունը, կոպտությունը, անզսպությունը։ Ոնց կարող են դուրս գալ, եթե ամեն խոսքիդ համար պատասխան պիտի տաս։ Այդքան մարդուն, որ տրամադրում ես, որ քու կողմը անցնեն, քու կարծիքին լինեն, բա նրանց կարման որտեղ է մնալու։ Հարգելի մեծագույն յոգեր, ինտելեկտուալ պլանի բարձր մարդիկ, որ ուզում եք ազգը փրկեք։ Ինչու չեք մտածում, առաջ ինձ փրկեն։ Հիսուսն ասում է, առաջ քո ծառը ջրի, հետո ուրիշներին։ Եթե ծառ ջրել չգիտես, ոնց ես ուզում դու ուրիշների ծառը ջրես։ Եթե չես կարող ցույց տաս, բացատրես, թե ծառը երբ պետք է ջրես, որ ծառը ինչքան պետք է ջրես, ես ձեզ խաղաղություն եմ ցանկանում, եթե ձեզ էլ ինձ հետ լարվածության մեջ գցեցի, բայց կարծում եմ, որ այսքանով պետք է բավարարվեմ այսօր, որովհետև շատ չեմ ուզում խոսամ նույն բանը։ Միայն ուզում եմ, որ չմոռանաք, որ Հիսուսը ասում է, այս ագնի յոգայի մասին է ասում, որ ինձնից հետո Սուրբ Հոգով և կրակով և թվարկեցի մի քանի բաներ, այդ որ կրակով, ճիշտ ընտրության կրակով, որ ես ուզում եմ այս բանը անեմ, ես ուզում եմ այս խոսքը ասեմ, բայց մարդկային օրենքը թույլ չի տալիս, ես այդ նույն խոսքը այս ձևով պետք է ասեմ, որ ոչ իրան վնասեմ, ոչ լսողներին, ոչ էլ ես ինքս սխալ խոսք ասելով իմ կարման չծանրացնեմ։ Այդ կրակի մասին էր խոսքը։ Ես ես պետք է խմեմ, բայց ինձ վնաս է, և ես օրինակ կտամ այն մարդկանց, ովքեր որ ինձ հարգում են, ուրեմն ես չեմ խմի, այն մյուս ջուրը կխմեմ, բայց ոչ թե այն խմիչքը, որը ուղեղս փթացնելու է և չեմ իմանալու ինչ եմ խոսում, լեզուս ավելի առաջընկած գնում է, քան թե միտքս, որովհետև բոլորը այդպես են անում, ամոթ է, պետք է սովորությունը պահպանել։
Ներողություն եւ շնորհակալ եմ, եթե համբերությամբ լսեցիք, ես ոչ մեկին չեմ ուզում դատեմ, եթե դատեմ առաջինը ինձ պետք է դատեմ, մեղադրեմ ու նեղ դռներով անցնեմ։ Եթե ես դա չեմ անում, միայն ուրիշներից եմ բողոքում, խնդրում եմ մի երկտող գրեք, ես իմանամ, աշխատեմ դրա վրա։ Ոչ թե պատասխանը տամ։ Ինչու պետք է պատասխան տամ։ Ձեզ արդեն ասեցի, մեծ առաջնորդները ինչպես են պատասխան տալու։ Խաղաղություն ձեզ, համբերություն ձեզ։